Բարև ձեզ, սիրելի երիտասարդներ, այսօր Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների վերաբերյալ զրուցելու ենք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար և քաղաքացիական պայմանների խմբակցության պատգամավոր Սարգիս Ղանդանյանի հետ։ Ես խնդրում եմ հարցերը հնչեցնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ ինչպես այսօրվա բանախոսը, այնպես էլ նույն հանձնաժողովի այլ անձինք բազմիցս հարցազրույցներ են տվել և թեմայի շուրջ իրենց տեսակետները արտահայտել են, ուստի խնդրում եմ հարցերը չկրկնվեն և եթե պատրաստ եք, պարոն Ղանդանյան, խոսքը ձեզ տրամադրեմ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ այս քննարկման հնարավորության համար։ Ուզում եմ ողջունել այս նախաձեռնությունը, երիտասարդ քաղաքագետների ակումբը, կարևոր է, որ այս ակումբը գործում է ու շատ կարևոր հարցեր է քննարկում եւ մի քանիսը նայել եմ որոշ հատվածներ ծեր դասախոսությունների եւ կարծում եմ շատ լավ է եւ նաեւ գիտեմ, որ մարզերից են մեզ երիտասարդներ միանում, ինչը եւս լավ է, որովհետեւ միշտ չէ, որ այդպես է լինում մեր հատկապես այս թեմաների քննարկումների ժամանակ։ Ես կխոսեմ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածությունների եւ խաղաղության գործընթացի պրոգրեսի մասին օգոստոսի 8-ին եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, բայց մինչև այդ ես կուզենայի մի քիչ խոսել դիվանագիտության մասին եւ միջազգային հարաբերությունների բնույթի մասին։ Շատ հաճախ ընդունված է ասել, որ արվեստ է դիվանագիտությունը եւ շատ ռոմանտիզացվում է արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, դիվանագիտության դերը եւ այդպիսի կոմպոնենտ իսկապես ունի։ Երկրների շահերը ներկայացնելը նաեւ որոշակի հմտություններ է պահանջում, որոշակի գեղագիտություն է պահանջում, բայց նաև մյուս կողմից ես չեմ կուզենամ նաև այն ընկալումը կիսեմ, որ դիվանագիտությունը միայն արվեստ չէ, դիվանագիտությունը նաև առևտուր է եւ սա շատ կարևոր է ըմբռնել, որովհետեւ ինչպես առևտրի մեջ վաճառողները եւ գնորդները առաջնորդվում են իրենց շահերով եւ կոմպրոմիսների միջոցով արդյունքի են հասնում, դիվանագիտության մեջ եւ միջազգային հարաբերություններում եւս պետությունները երկկողմ եւ բազմակողմ իրենց հարաբերություններում փորձում են իրենց շահերը առաջ մղել եւ այստեղ ինչպես ցանկացած առևտրի մեջ շատ կարեւոր է որպեսզի լինի թե առաջարկ եւ թե պահանջարկ այդ առաջարկը բավարարելու եւ հակառակ ավելի շուտ այդ փոխհարաբերությունները լրացնելու համար ու նաեւ որոշակի արժույթ է պետք, հա, միջոցներ են պետք, որպեսզի քեզ ավելի անպահով եւ լավ զգաս միջազգային հարաբերություններում։ Եվ այս տեսանկյունից ինչի եմ այս մասին խոսում, որովհետեւ մեր արտաքին քաղաքականությունը շատ հարցերում, այդ թվում նաև խաղաղության եւ կոնֆլիկտի կոնտեքստում շատ բան է եղել, հա, այս մասը կարծես թե բաց է թողնվել, որ այստեղ մենք միջազգային հարաբերություններում պետք է ինչ-որ նաև բան առաջարկենք, որպեսզի կարողանանք մեր շահերը բավարարել եւ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները հետաքրքիր կերպով նաև այս խնդրին են անդրադառնում բայց մեկ ուրիշ օրինակ բերեմ, հա, թե օրինակ ինչ չէր կարելի անել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, որը տարիներ շարունակ արվել է եւ այս բանի շահերի եւ կոմպրոմիսների մասը բաց է թողնվել, օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ այսպիսի հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէ գնալ կոմպրոմիսների, հնարավոր չէ այս հարցերով փոխզիջումներ անել, ես կարծում եմ չի կարելի դարձնել արտաքին քաղաքականության առևտրի առարկա, որովհետև ինչ պիտի զիջես այս թեմայով, պատմական փաստերի շուրջ ինչ պիտի զիջես, որպեսզի կարողանաս այլ շահեր ունենաս, սա ես կարծում եմ սա
վատ գաղափար է եղել ժամանակին եւ ես ուրախ եմ, որ մեր կառավարությունը հիմա սա չի հետապնդում։ Բայց վերադառնալով հակամարտությանը եւ խաղաղության process-ին եւ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին եւ դրանց դերին այս process-ում պիտի ասեմ, որ այդ նախաբանը ինչի համար էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացում եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենախրթին հարցերից մեկը, գուցե եւ ամենախրթին հարցը, կոմունիկացիաների հարցը եւ տարածաշրջանի բացման հարցը լուծվեց հենց այդպիսի մի քիչ տնտեսական շահի ընդգծմամբ։ Եվ այստեղ իհարկե ամերիկյան ներգրավվածությունը շատ կարևոր էր, որովհետև ամերիկյան դիվանագիտությունը բավականին պրագմատիկ է եւ արդյունքների ոչ թե ինքնանպատակ է, այլ նպատակ ունի լուծումների գնալ, արդյունքներ ունենալ եւ այս առումով ես կարծում եմ, որ ամերիկյան դիվանագիտությունը այստեղ մեծ հաջողություն գրանցեց, ինչը չհակասեց ոչ Հայաստանի շահերին, ոչ Ադրբեջանի շահերին, եւ այստեղ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը ըստ էության շահեցին եւ նաեւ խաղաղության գործընթացը շահեց։ Բայց ես պիտի նաեւ նշեմ, որ շատ կարևորելով ամերիկյան դերը այս process-ում, ես պիտի նշեմ, որ այս գործընթացում նաև կարևոր այս գործընթացի հաս տրամաբանական հանգուցալուծման համար կարևոր ազդեցություն է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները։ Եթե 2025 թվականը այդ առումով շատ արդյունավետ տարի էր, եթե հիշենք, մենք 2025 թվականին արդեն համաձայնեցրել էինք խաղաղության պայմանագիրի տեքստը, հետո ամռանը տեղի ունեցան երկկողմ բավականին ծավալուն բանակցություններ Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ այստեղ շատ հստակ պրոգրես էր գրանցվել եւ դժվար է ասել, թե եթե չլիներ ամերիկյան միջնորդություն արդյոք հնարավոր կլիներ այսքան շուտ հասնել այս արդյունքին, բայց նաև պետք է գնահատենք այդ դրական ազդեցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նախագահը անձնապես կարողացան արագացնել այդ process-ը։ Ամիսներ տևած բանակցություններից հետո ունեցանք այս հնարավորությունը։ Ես նշեցի մեկ կարևոր արդյունք դա կոմունիկացիաների, տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման հետ կապված փոխըմբռնում գտնելն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց իհարկե մյուս ձեռքբերումները եւս այս տեսանկյունից կարևոր էին խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Իհարկե սա Հայաստանին չի բավարարում, մենք ինչպես գիտեք Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ մենք շարունակելու ենք դիվանագիտական աշխատանքը, որպեսզի հնարավորինս շուտ հասնել դրան։ Նաև ընդհանուր առմամբ այդ հակամարտության կարծես թե վերջակետ դնելը, հա, այնտեղ պարբերություններ կային, որոնք կարող է թվան շատ այսպես դեկլարատիվ պարբերություններ, բայց դրանք կարևոր են խաղաղության հռչակագրում հետագա բանակցությունների համար եւ ընդհանրապես մթնոլորտի համար ու պիտի ասեմ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո բազմակողմ հարթակներում հատկապես այդ մթնոլորտը էականորեն փոխվել է եւ ես վերջերս օրինակ մասնակցում եի ՀԿ մարդկային չափման կոնֆերանսին, որը սովորաբար հարթակ է եղել տարիներ շարունակ հարցեր բարձրաձայնելու, շատ օբյեկտիվ հարցեր բարձրաձայնելու, բայց նաև փոխադարձ մեղադրանքների շատ սուր ռետորաբանության հիմա նկատեցի, որ այդ ռետորաբանությունը բավականին մեղվել է եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ պետք է դրական մթնոլորտ ապահովի, որպեսզի հետագայում մենք կարողանանք էլի շատ կուտակված հարցեր, այդ թվում եւ հումանիտար հարցերը կարողանանք լուծել։ Օգոստոսի 8-ի մասին խոսելիս ես չեմ կարող չխոսել նաև երկկողմ հարթության մասին, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարթության մասին, որովհետեւ սա եւս շատ կարեւոր էր այդ տեսանկյունից, այն ստորագրված փոխըմբռնման ուշագրերի տեսանկյունից, որոնք շատ կրկին ուղղակի հռչակագրային տեքստեր չէին, այլ առնչվում էին Հայաստանի կենսական շահերին եւ Հայաստանի կենսական կարիքներին այս պահին հաղորդակցությունների զարգացում եւ դրա հարակից ոլորտների, սահմանային, մաքսային անվտանգություն եւ այլն։
էներգետիկա, էներգետիկ անվտանգություն, այդ թվում եւ ատոմային էներգետիկա, ինչը եւս Հայաստանի համար կենսական եւ ռազմավարական նշանակության ոլորտ է, եւ մենք այդտեղ կարիքներ ունենք եւ կարողությունների զարգացման խնդիրներ եւ իհարկե տեղեկատվական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, կիսահաղորդիչների ոլորտը, որը շատ պահանջարկ ունեցող թեմա է եւ Հայաստանը, որը առաջնահերթություն է սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, այս առումով շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է ստանձնել աջակցելու Հայաստանին եւ դրանք ըստ էության արդեն տարբեր գործնական քայլերով տեսնում ենք եւ ինչու է սա կարևոր է որովհետեւ սա ցույց տվեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը, որը ազդարարվել էր այս տարվա սկզբին, ուղղակի բան չէ, հա, նախադասություն չէ։ Սա կոնկրետ գործնական քայլեր են, սա կոնկրետ իրադարձություններ են, կոնկրետ պայմանավորվածություններ են։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի այս դինամիկան շարունակվի, ու մենք արդեն տեսնում ենք, որ կան պրակտիկ զարգացումներ, մասնավորապես օրինակ կոմունիկացիաների եւ խաղաղություն խաչմերուկ նախագծի այդ փոխըմբռնման հուշագրի follow-up-ը տեղի է ունենում, մենք տեսանք, որ ամերիկյան պատվիրակություն էր Հայաստան ժամանել ուսումնասիրելու մեր կարիքները եւ զարգացնելու այն կարողությունները, որոնց մեզ անհրաժեշտ են։ Ընդհանուր առմամբ ես չգիտեմ, երևի այսքան պիտի խոսեի եւ շատ ավելի հետաքրքիր կլինի պատասխանել ձեր հարցերին եւ հարցերը կարող են չսահմանափակվել միայն օգոստոսի 8-ի իրադարձություններով եւ այդ բանակցություններով, այլ առնչվել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում խորհրդարանական դիվանագիտության տարբեր հարցերի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եթե հարցեր ունեք, հարգելի մասնակիցներ, խնդրում եմ ձեռք բարձրացնել արտաքին հարաբերությունների խորհրդարանական դիվանագիտության նաև օգոստոսի 8-ի ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Առաջին հարցը Արփի Պետրոսյան, Համեցեք Արփի։ Շնորհակալություն, ես Արփի Պետրոսյան եմ, երիտասարդ քաղաքագետների ակումբի նախագահը։ Նախ պարոն Խանդանյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հանդիպման հրավերը չմերժելու համար եւ պատրաստակամության համար։ Ես մոտ 2-3 կարճ հարցեր եմ նախատեսել հենց ձեր նշած ուղղությունների մասով։ Նախ առաջին Վաշինգտոնյան համաձայնությունների մասով, մասնավորապես TRIP-ի մասով, ինչ քայլեր են արվում այն կյանքի կոչելու համար, որովհետեւ բավականին մեծ քննադատություն կա իշխանությունների հանդեպ առ այն, որ ստորագրվել է, բայց ոչինչ չի արվում, արդեն 2-3 ամիս է անցել ստորագրվելուց հետո, 2 ամիս անցել է ստորագրվելուց հետո, ինչ քայլեր են արվում։ Երկրորդ հարցս վերաբերվում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունների նվազման մասով, այս մասով համակարգայնություն կարծես թե չի նկատվում, այսինքն համակարգային մոտեցում այդ կախվածությունները թույլատնելու մասով։ Եվ երրորդ հարցս որոշ առումով փոխկապված է առաջին եւ երկրորդ հարցերի հետ։ Ռուսաստանի հնարավոր նախատեսում եք Ռուսաստանի հնարավոր ներգրավվածություն կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում, թեկուզ դա լինի ներդրումների մասով, ներդրումների տեսքով եւ ոչ Սյունիքում, բայց այլ ենթակառուցվածքային ծրագրերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար եւ շնորհակալ եմ հատկապես առաջի հարցի համար, որովհետեւ դրան չանդրադարձա։ Իսկապես հիմա պետք է ավելի գործնական քայլեր կատարվեն TRIP-ի շուրջ, որպեսզի այն հնարավորինս արագ կյանքի կոչվի։ Իհարկե հնարավորինս արագը նաեւ որոշակի սահմանափակումներ ունի, հաշվի առնելով, որ դա ենթակառուցվածքային ծրագիր են, եւ պետք է կառուցվեն այդ ենթակառուցվածքները կամ վերակառուցվեն այդ ենթակառուցվածքները։ Հիմա տեղի է ունենում ակտիվ կոմունիկացիա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ըստ էության գաղափարն այն է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հույս ունեմ առաջիկա ամիսների ընթացքում կստեղծվի կոնսորցիում, որը կգրանցվի մեր երկրում եւ որից հետո արդեն այլ երրորդ կողմեր կկարողանան ներգրավել եւ տարբեր հարցերում ներգրավել, հա, կառուցապատում, շահագործում, կառավարում եւ այլն։
Եվ այստեղ իհարկե նաև դա էլ չնշեցի, որ այստեղ շատ կարևոր էր այն սկզբունքների ամրագրումը, որոնք հիմնարար են, դա այն եւ ամենախնդրահարույցն էին ըստ էության մինչև հիմա տեղի ունեցած բանակցություններում, դա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հարգումներ եւ փոխադարձ օգուտներից օգտվելը։ Հիմա ըստ էության տեղի են ունենում որոշակի բանակցություններ, քննարկումներ են ընթանում, թե ինչ տեսք է ունենալու այդ կոնսորցիումը, ինչպիսի մասնաբաժին է ունենալու Հայաստանի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ այս տեխնիկական դետալները համաձայնեցվելուց հետո արդեն ենթադրում եմ որոշակի հրապարակային տեղեկատվության տրամադրելու հնարավորություն կլինի։ Երկրորդ հարցի հետ կապված, տեսեք, Ռուսաստանից կախվածությունը Հայաստանի ըստ էության պետք է 3 մասի տրոհել, դա տնտեսական հարաբերություններն են, դա էներգետիկ հարաբերություններն են եւ անվտանգային հարաբերությունները։ Եթե սկսենք վերջից, ապա ակնհայտորեն 2020 թվականի պատերազմը եւ հատկապես 22-23 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը պետք է այլ գործընկերներ փնտրի, որպեսզի կարողանա իր անվտանգային եւ պաշտպանական կարողությունները զարգացնել, որովհետեւ թղթի վրա գրված պարտավորությունները կյանքի չկոչվեցին եւ այս առումով կարծում եմ բավականին մեծ հաջողություններ կան հաշվի առնելով Հայաստանի այն համագործակցությունը, որի ունի մի քանի երկրների հետ, անընդհատ գիտեք շեշտվում է Հնդկաստանը եւ Ֆրանսիան, բայց նաեւ այլ երկրների հետ կան որոշակի բանակցություններ տարբեր պայմանագրերի շուրջ եւ խոսքը վերաբերվում է ոչ միայն ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, այլ նաև կարողությունների զարգացմանը, մեթոդաբանության փոփոխությանը եւ այլն, գիտեք, որ օրինակ Միացյալ Նահանգների հետ ամեն տարի տեղի ունենում զորավարժություններ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի միջև, որտեղ կրկին, հա, խնդիրը ոչ միայն այդ միջոցներն են, տեխնիկան է, այլ նաև այդ տեխնիկայից օգտվելը ու նաև ընդհանուր առմամբ կազմակերպելը զինված ուժերը եւ այն ռազմավարական նպատակը, որ ինչպես անել, որպեսզի մեր բանակը գնալով եւ վերջնականապես դառնա պրոֆեսիոնալ բանակ։ Գիտեք նաև, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր առաջիկայում նախատեսվում են հաշվի առնելով դա պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը եւ այլն։ Էներգետիկ ոլորտում կրկին մի քիչ առաջ խոսում ենք Միացյալ Նահանգների հետ կնքված փոխհմբռնման հուշագրի, այդ թվում նաև ատոմային էներգետիկա, սա բազմազանեցման եւ այդ կախվածության նվազեցման եւս հերթական քայլն է, որպեսզի մենք ունենանք ալտերնատիվներ։ Ալտերնատիվներից մեկի բանալին խաղաղության մեջ է եւ եթե մեր խաղաղությունը, հաստատված խաղաղությունը զարգացում ապրի եւ մենք բացենք կոմունիկացիաները, մենք կարող ենք նաեւ այս առումով օգտագործել տարածաշրջանի էներգետիկ ներուժը։ Հայաստանի կառավարությունը մյուս կողմից կոնկրետ ակտիվ գործողություններ է կատարում վերականգնվող էներգետիկայի բնագավառում, արևային էներգետիկայի բնագավառում, իհարկե այստեղ ծավալների անհամաչափություն կա մյուս էներգակիրների հետ կապված, բայց կարծում եմ այս քայլերը որոշակի ժամանակահատվածում որոշակի արդյունք կտան եւ տնտեսական կախվածությունը կարծում եմ ամենաբարդն է եւ այստեղ մենք ունենք շատ մեծ տնային աշխատանք կատարելու, որպեսզի կարողանանք նաեւ այլ շուկաների հասանելիություն ունենալ, որպեսզի մեր ստանդարտները լինեն այնպիսին, որպեսզի մեր ապրանքները եւ ծառայությունները մրցունակ լինեն արևմտյան շուկաներում, բայց այս առումով եւս որոշակի բազմազանեցման քայլեր տեսնում ենք, օրինակ Մերձավոր Արևելքի երկրների հետ, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր առևտրաշրջանառության ակտիվացումը եւ այլն։ Բայց ինչ խոսք, իհարկե Ռուսաստանը շարունակում է մնալ մեր հիմնական շուկան եւ այստեղ կապվածությունը եւ կախվածությունը շատ է, ինչը բայց այս ամեն ինչը նշելով ես չեմ կարծում, որ մենք պետք է կախվածությունը թույլատնելով
դադարեցնեն կապերը այս ոլորտներում Ռուսաստանի հետ, ոչ բնավ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ նորմալ կառուցողական հարաբերություններ եւ հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից։ Եվ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին մեր կոմունիկացիաներում իրականում Ռուսաստանը վաղուց ի վեր ներգրաված է մեր կոմունիկացիաներում։ Ռուսաստանը Հայաստանի երկաթուղիների մեծ հատվածի կոնսորցիումը պատկանում է ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների ընկերությանը եւ շատ լավ կլինի, որպեսզի Ռուսաստանը եւ այս ընկերությունը ակտիվ ներդրումներ կատարի Հայաստանի երկաթուղիներում, որովհետեւ եթե եւ երբ կոմունիկացիաները բացվեն եւ հատկապես երբ որ բացվի դեպի Թուրքիա մեր երկաթուղին, ապա այս պահի դրությամբ այդ երկաթուղիները այդ ընկերությունն է շահագործում եւ այստեղ ծավալների աճի հետ մեկտեղ պետք է ներդրումներ կատարել, որպեսզի ավելի անվտանգ, ավելի արդյունավետ լինեն այդ բեռնափոխադրումները եւ ինչու ոչ ուղևորափոխադրումները եւ այս մասին նաեւ կա կոմունիկացիա ռուսական կողմի հետ, նաեւ կան երկաթուղիներ, եղել են խորհրդային շրջանում Հայաստանում երկաթուղիներ, որոնք այս պահին չեն շահագործվում եւ շատ բայց նաեւ գտնվում են Հարավկովկասյան երկաթուղիների ընկերության բալանսում եւ շատ լավ կլինի, որպեսզի այս ընկերությունը ակտիվ ներգրավվածություն ունենա եւ ներդրումներ կատարի։ Ինչ վերաբերվում է թրիփում Ռուսաստանի ներգրավվածությանը, ապա այստեղ շատ հստակ հռչակագիրը սահմանում է, որ երրորդ կողմերի ներգրավվածությունը պետք է լինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխհամաձայնությամբ, ուստի այստեղ այս պահի դրությամբ որևէ բան ասել չեմ կարող, որովհետեւ դա մի հարց է, որը պիտի ցանկացած, հա, Ռուսաստանից բացի ցանկացած թեկուզ մասնավոր ընկերություն, որը պետք է ներգրավի այս ենթակառուցվածքային ծրագրում, պետք է ունենա եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությունը։ Շնորհակալություն, արձագանքի անհրաժեշտություն տեսնում եք, Արփի։ Եթե ոչ, հաջորդը Նելի Զաքարյան, խնդրեմ համեցեք։ Շնորհակալություն խոսքի հնարավորության ընձեռման համար։ Պարոն Խանտանյան, իմ հարցը հետևյալն է. արդյոք ԱՄՆ միջնորդությունը նպաստում է ընդհանուր իրական հավասարակշռված խաղաղության գործընթացին, թե առաջացնում է նոր կախվածություններ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ ամերիկյան միջնորդությունը կամ ամերիկյան առաջնորդությունը այս հարցում ընդհակառակը օգնում է հարցին, որպեսզի խնդիրները ավելի արագ լուծվեն եւ նաեւ մասնավորապես եթե խոսում ենք ենթակառուցվածքների բացմանը, այստեղ շատ կարեւոր է, որ դա արվում է այսպես բիզնես մոդելի տեսքով, հա, այստեղ որևէ անվտանգային սպառնալիք ամերիկյան, որոնց մասին կարող էին որոշակի մտահոգություններ ունենալ մեր հարևանները, Իրանը եւ այլն, ըստ էության որևէ այդպիսի խնդիր չկա եւ Հայաստանի նկատմամբ, թե մեր հարևանների նկատմամբ որևէ տեսակի ուրեմն որևէ մտահոգություն չի կարող լինել, որովհետեւ խոսքը բիզնես կառավարման մասին է։ Իսկ եւ մենք այսօր նաեւ այլ իրադարձությունների ենք ականատես լինում, որտեղ տեսնում ենք, որ ամերիկյան միջնորդությունը բավականին արդյունավետ է, խոսքը Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների մասին, Գազայի պատերազմի որոշակի հանգուցալուծման մասին է եւ ես հույս ունեմ, որ նաեւ մյուս հարցերում, մասնավորապես Ուկրաինայի հարցում եւս այս միջնորդական ջանքերը կունենան դրական արդյունք եւ առաջիկա տասնամյակը կլինի ավելի խաղաղ, քան նախորդ տասնամյակներ ընդհանրապես աշխարհի համար։ Ես այդպիսի շատ կոնկրետ վտանգներ եւ սպառնալիքներ այդ միջնորդությունից չեմ զգում, չեմ տեսնում եւ նաեւ մեր մյուս գործընկերների հետ խոսակցություններում տպավորություն է, որ գործընկերների մոտ այդ մտահոգությունները եւս փարատված են։ Շնորհակալություն, անհրաժեշտություն տեսնում եք արձագանքելու։ Եթե ոչ, շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Սարո Զարգարյան, համեցեք։
Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ պարոն Խանանդյան, շնորհակալություն նման հնարավորության համար։ Իմ հարցը կա օրինակ հենց հոդվածների հետ կապված, օրինակ հոդված 3-ում պահանջում են, որպեսզի արգելեն ուժի կիրառումը կամ սպառնալիքը կողմերի հանդեպ ու օրինակ եւ թույլ չտալ նաեւ երրորդ կողմին օգտագործել իրենց տարածքը մյուս կողմի դեմ ուժ կիրառելու համար։ Ինչպես է այս պարտավորությունը փոխանցվում Հայաստանի անվտանգության գործող պայմանագրերի, հատկապես մասնավորապես Ռուսաստանի հետ ունեցած ռազմական պայմանագրերի այդ ոլորտի կամ ՀԱՊԿ-ի անդամակցության հետ, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի տարածքում ռազմական բազաների կամ զորավարժությունների թույլտվությունը չի դիտվի որպես սույն հոդվածի խախտում կամ Ադրբեջանի կողմից այլ մեկնաբանության։ Շնորհակալություն։ Տեսեք, այդ սկզբունքը միջազգային հարաբերությունների այդ դրույթը ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը դա ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով եւ դրանք այսպես բան այբուբենի մասն են, հա, միջազգային հարաբերությունների եւ շատ տրամաբանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում այդ սկզբունքները եւս ներառված են, ինչը կարևոր է եւ լավ է, հատկապես հաշվի առնելով մեր հակամարտության պատմությունը։ Ինչ վերաբերում է թե արդյոք որևէ այլ Հայաստանը եւս շահագրգռված չէ, որ իր տարածքը որևէ այլ երկիր օգտագործի որևէ նպատակով, հատկապես ոչ կանոնադրային նպատակով, եւ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ այլն, ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին բազմիցս ենք խոսել, կառավարությունն է խոսել, ազգային ժողովում ենք մենք խոսել, որ կարծես թե անցել է այդ անդառնալիության կետը եւ Հայաստանը չի պատրաստվում վերադառնալ ակտիվ ՀԱՊԿ-ում իր մասնակցությանը եւ գալու է մի պահ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից առհասարակ դուրս է գալու, ոչ միայն իր մասնակցությունը սառեցված է մնալու, այլ դուրս է գալու։ Եվ ինչպես գիտեք, արդեն համարյա 2 տարի երևի արդեն Հայաստանը ՀԱՊԿ-ի որևէ միջոցառման չի մասնակցում եւ տրամաբանական էլ չի լինի, որ որևէ ՀԱՊԿ-ի զորավարժություն եւ միջոցառում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում, ըստ կարծում նման մտահոգություն չի կարող ունենալ Ադրբեջանը։ Այնտեղ կա նաև դրույթ երրորդ կողմերի ուժերի տեղակայման արգելքի վերաբերյալ, դա խոսքը սահմանի երկայնքով ուժերի տեղակայմանն է վերաբերվում, այսինքն խոսքը բացառապես վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանին, ինչը երկկողմ պարտավորություն է, հա, երկկողմ դա միայն Հայաստանին չի վերաբերում, Ադրբեջանը եւս չի կարող որևէ երրորդ կողմի ուժ տեղակայել իր սահմանին, ինչը կարծում եմ նաև կարևոր է խաղաղության մթնոլորտի նպաստման տեսանկյունից։ Շնորհակալություն, եթե ինչ-որ բան կա լրացնելու, սիրով կլրացնեմ։ Արձագանքի անհրաժեշտություն տեսնում եք, խնդրեմ։ Ոչ, շնորհակալություն, պարոն Խանանդյան։ Հաջորդ հարցի համար Կատյա Հակոբյան, համեցեք։ Բարև, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Իրականում իմ հարցին որոշ չափով նախորդ հարցերին պատասխանելիս անդրադարձակ։ Իմ հարցը վերաբերում է տարածաշրջանում տարբեր կոնֆլիկտներին, որոնց պարագայում Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին պետք է լինի, քանի որ եթե հաշվի առնենք, որ երբեմն Իրано-իսրայելական հարաբերությունները սրվում են եւ մեր կոմունիկացիան նաեւ կապվում է Իրանի հետ կամ ինչպես նշեցիք Ռուսաստանը հնարավոր է ներդրումներ կատարի, բայց մենք դեռ ունենք ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես Հայաստանը ինչպիսի դիրքորոշում կարող է արտահայտել եւ արդյոք նմանատիպ ռիսկերը պայմանագրում հաշվի են առնված։ Եթե մի նախադասությամբ փորձենք այդ հարցին պատասխանել, Հայաստանը շահագրգռված է, որ բոլոր տարածաշրջաններում եւ հատկապես Հայաստանին մոտ տարածաշրջաններում բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, խաղաղ կարգավորման միջոցով եւ ուժի կիրառումը եւ ուժի սպառնալիքի կիրառումը բացառվի, բայց իհարկե յուրաքանչյուր հակամարտություն ունի իր կոնտեքստը եւ յուրաքանչյուր
պարագայում տարբեր մոտեցումներ են լինում, մասնավորապես օրինակ հիմա ամենաակտիվ հակամարտություններից մեկը, որը հույս ունենք հանգուցալուծվում է եւ այսօր ըստ էության շատ ես չգիտեմ սա երբ է տեղադրվելու, բայց ասենք որ մենք զրուցում ենք հոկտեմբերի 13-ին եւ այս ժամերին տեղի է ունենում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը, որտեղ նաեւ մասնակցում է Հայաստանը եւ այդ հակամարտության մեջ արդեն տասնամյակներ տևող Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության մեջ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է եւ հստակ է եւ այն համապատասխանում է միջազգային դերակատարների մեծ մասի դիրքորոշման հետ, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի երկու պետություն լուծմամբ, այսինքն Պաղեստինը պետք է ճանաչվի եւ իր բանակցությունների սեղանին ունենա իր դերակատարումը Իսրայելի հետ հավասար։ Ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում եւս Հայաստանը այս հակամարտության մեջ որևէ կերպ դաշնակից չէ Ռուսաստանին, եւ մեր նպատակն ու ցանկությունն է, որպեսզի այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման սկզբունքների հիման վրա, եւ այստեղ այդ սկզբունքը նաեւ շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մենք այդ դիրքորոշումը ամրապնդելու տեսանկյունից անդադաղում ենք կատարում Ալմաթայի հռչակագրին, եւ շատ կարեւոր է, որ Ալմաթայի հռչակագիրը չխախտվի նաեւ այդ խորհրդային այլ երկրների համար։ Եվ սա է Հայաստանի դիրքավորումը եւ նաեւ պետք է այդ տարածաշրջանային նրբություններին բան չլինել, անհաղորդ չլինել եւ հասկանալ, որ շատ զգայունություններ կա, որոնք պետք է արտաքին քաղաքականությունը վարելիս հաշվի առնել Իրանի եւ Իսրայելի միջև հարաբերությունների սրացումը դուք նշեցիք, այստեղ օրինակ Հայաստանի դիրքորոշումը շատ աներկբա էր առաջի օրը, երբ սկսվեց այդ 7-օրյա թե 8-օրյա պատերազմը, արդեն չեմ հիշում, որ Հայաստանը դատապարտեց Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը, բայց նաեւ մենք միշտ կողմ ենք, որպեսզի այս հարցերը չհասնեն ռազմական լուծման, որովհետև դա ակնհայտորեն ազդում է մեզ վրա, ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև տնտեսական հարաբերությունների, միգրացիոն հոսքերի եւ այլն, անվտանգության այլ կոմպոնենտների տեսանկյունից։ Եվ հիմա իրականում ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը այս տեսանկյունից ավելի նախաձեռնողական է դառնում եւ ավելի մեծ կշիռ է սկսում ստանալ միջազգային հարաբերություններում Հայաստանը, քան նախորդիվ ունեցել է, եւ դա նաեւ շնորհիվ այն խաղաղության process-ի, որը տեղի ունենում, որովհետեւ գիտեք, իդեպ դա շատ բարդ է, ես կարծում եմ մեր դիվանագետների համար է հատկապես բարդ լինելու այս առաջիկա շրջանը, որովհետեւ նախկինում հատկապես բազմակողմ հարթակներում, երբ որ որոշ հարցեր էին քննարկվում, հակամարտության հետ կապ չունեցող հարցեր, Հայաստանի վերաբերյալ, ինչ որ միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ կամ որևէ հարց, միշտ դա միջազգային հարաբերությունների այլ դերակատարները, այլ մասնակիցները դիտարկում են Հայաստան-Ադրբեջան հակամարտության պրիզմայով եւ միշտ կամ մեզ էին հարցնում, կամ Ադրբեջանին էին հարցնում, արդյոք սա կխանգարի ձեր հակամարտությանը կամ արդյոք որովհետեւ չէին փորձում էին կողմը չբռնել։ Հիմա երբ որ խաղաղություն է եւ նոր որակի հարաբերություններ պետք է կառուցվեն, նաեւ բարդ է այլ դերակատարների համար այդ նոր մտածողությամբ առաջ շարժվել, բայց ես կարծում եմ դա վատ բան չէ, դա լավ է, որ դա մեր դերը եւ կշիռը բարձրացնում է։ Շնորհակալություն, արձագանքի անհրաժեշտություն տեսնում եք։ Ոչ, շնորհակալ եմ։ Եթե ոչ, ճիշտ է, Զարգարյան Սարոն հարց ուղղել է, բայց քանի որ այլ անձինք չեն հերթագրվել, դարձյալ ձայնը տրամադրենք նրան, խնդրեմ հիշեցեք։ Շնորհակալություն երկրորդ հարցի հնարավորության համար։ Հարցս
հռչակագրից է։ Հռչակագիրը պահանջում է չեղարկել բոլոր միջպետական հայցերը, կանգատները, բողոքները, որոնք վերաբերում են մինչև համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին։ Ինչպես է այս դրույթը ազդում մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ միջազգային արտարդատության դատարանում ներկայացված գործերի վրա, որոնք վերաբերում են 20 թվականի պատերազմին, ռազմագերիներին կամ Արցախի հայերի իրավունքին, իրենց սեփականության կամ ինչպես է այս հրաժարումը չի զրկում օրինակ արտարության հասնելու միջազգային իրավական մեխանիզմներից։ Շնորհակալություն։ Սա խաղաղության համաձայնագրի երևի երկար քննարկված հոդվածն է եղել եւ ըստ էության վերջին համաձայնեցված հոդվածը եւ իհարկե դա բարդ էր այդ կոմպրոմիսին գնալ եւ կոնսենսուս ունենալ այս հարցի շուրջ, բարդ էր թե մեզ համար եւ ենթադրում թե Ադրբեջանի համար։ Խոսքը միջպետական հայցերի մասին է եւ երբ որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այնուհետև վավերացվի եւ ուժի մեջ մտնի, ապա համաձայն խաղաղության պայմանագրի, այո, Հայաստանը պետք է հետ քաշի Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ արդարադատության միջազգային դատարան, գուցե նաեւ որոշակի արբիտրաժային հայցեր կան, այս պահին չեմ կարող հիշել ներկայացված հայցերը, բայց նաեւ Ադրբեջանը պետք է բնականաբար դրանք հետ քաշի։ Բայց սա կրկնում եմ միջպետական հայցերի մասին է, մենք գիտենք, որ հակամարտության կոնտեքստում կան նաև բազմաթիվ հայցեր, անհատական հայցեր, երբ Հայաստանի քաղաքացիները կամ Ադրբեջանի քաղաքացիները դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքների վերականգնման համար, բնականաբար այս հայցերին այս դրույթը չի կարող վերաբերել, որովհետև հնարավոր չէ, որևէ պայմանագրով մարդկանց իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմներից զրկել, հայրապետությունը նման իրավասություն չունի, ուստի այդ հայցերը կշարունակվեն քննվել մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իհարկե շատ քննադատություն կա այս հարցի վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ նաև երբ որ մենք խոսում ենք հակամարտության կարգավորման, խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին, ես կարծում եմ նաև, որ այս դրույթը որոշակի փոխհստավության ամրապնդման միջոցառում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանքի կարիք զգում եք։ Եթե ոչ, քանի որ գրանցված հարցեր չկան, վերջին հարցն էլ ես տամ, եթե դեմ չեք։ Պարոն Խանդանյան, ես մանրամասն ուսումնասիրել եմ ինչպես ձեր, այնպես էլ պարոն Աղաջանյանի, պարոն Ռուբինյանի պաշտոնավարման ընթացքը եւ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարմինների կտրվածքով ես հանդիպումներ արձանագրել եմ միայն Ռուբեն Ռուբինյանի դեպքում 2015 թվականի հունիսի 1-ին, երբ որ պատվիրակությունը գնաց Մոսկվա եւ այնտեղի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին մասնակցեց։ Իսկ ձեր պաշտոնավարման ընթացքում ես հիշում եմ, որ փորձագիտական մակարդակով հանդիպում ունեցել եք։ Ուզում եի հարցնել, արդյոք հայ-ռուսական հարաբերություններին հետ կապված, հանձնաժողովի ինչ աշխատանքներ է հիմա իրականացնում եւ արդյոք առաջիկայում նման հանդիպումներ նախատեսվում են։ Շնորհակալություն։ Ես տեսեք, այդ հանդիպումները սովորաբար տեղի ունենում բազմակողմ կամ երկկողմից խորհրդարանական հարթակների շրջանակներում։ Ես կարծեմ պարոն Աղաջանյանն էր մեկ անգամ մասնակցել նման միջոցառման։ Ես ճիշտն ասած ընդգրկված չեմ այն խորհրդարանական վեհաժողովներում, որտեղ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում, որտեղ Ռուսաստանը եւս անդամ է, ՀԱԿ խորհրդարանական վեհաժողովի ընդգրկված եմ, որտեղ Ռուսաստանը եւս անդամ է, բայց չի մասնակցում աշխատանքներին եւ Ռուսաստանը նաեւ չէր եկել Երևան, երբ որ մենք Ռուսաստանի պատվիրակությունը, երբ որ 2023 թվականին մենք Երևանում կազմակերպեցինք ՀԱԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Ես նաեւ անդամ չեմ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի։ Եվ սա հիմնական այն հարթակն է, որտեղ երկու խորհրդարանների միջև կա համագործակցություն ամեն տարի, եթե չեմ սխալվում, տարին 2 անգամ նիստեր են տեղի ունենում, մեր կողմից պարոն Արշակյանն է համանախագահը եւ այստեղ կա դիալոգ, քննարկումներ, փոխայցեր, իմ այլ գործընկերներ փոխայցեր են կատարում
Ես հրավիրվել եմ մեկ կամ երկու անգամ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ինչ որ համատեղ միջոցառման Մոսկվայում, բայց հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ որևէ արտաքին մասնակցություն չի ունենում, բնականաբար այդ հանդիպումներին չեմ մասնակցել, բայց ես կարծում եմ, որ մենք այն ծավալով, որ հնարավոր է, իրականացնում ենք մեր միջխորհրդարանական կապերը Ռուսաստանի հետ, կրկին նշում եմ, միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափով հատկապես, նաև հիշում եք, որ ամիսներ առաջ Հայաստանում էր Դաշնային խորհրդի նախագահը, ինչը կարծում եմ կարևոր է։ Նաև միջխորհրդարանական միության շրջանակներում կա որոշակի կոմունիկացիա, բայց գիտեք, օրինակ ես շատ բարդ եմ պատկերացնում իմ եւ իմ պաշտոնակցի խոսակցությունը, հա, Ռուսաստանի Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսակցությունը, որովհետեւ այդ մարդը արել է հայտարարություններ, որոնք ակասում են Հայաստանի անկախության, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ես հրապարակային դրանց անդրադարձել եմ, նաև այլ падգամավորներ Ռուսաստանի եւ մենք եւ նաև հա Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է նման հայտարարություններ արել, որոնց էլի հրապարակային անդրադարձել եմ։ Ուստի այստեղ կա նաև որոշակի բանի հարց, արդյունավետության հարց, արդյոք որքանով արդյունավետ կլինի իմ եւ իմ պաշտոնակիցների հետ հարաբերությունները, հաշվի առնելով նրանց հրապարակային արտահայտած մտքերը եւ համոզմունքները Հայաստանի վերաբերյալ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եթե դեմ չեք, Արփին եւս մեկ հնարավորություն տանք արդյունքեցնելու, որովհետեւ այլ անձիկ չեն գնացվել, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան, այս նույն կոնտեքստում 24 թվականի ամռանը ԱԺ-ամառային 3 դպրոցի շրջանակներում ես ձեզ նորից նույն հարցը ըղեցի, կապված միջխորհրդարանական Հայաստան-Բելարուս։ Ասեմ պատասխանել են ժամանակ։ Պատասխանել եք, զուտ ասացիք, որ ոնց որ իրոք անիմաստ է ունենալ հայ-բելարուսական համատեղ միջխորհրդարանական հանձնաժողով։ Հիմա այս մասով ինչ քայլեր եք ձեռնարկել, արդյոք այդ հանձնաժողովը դեռևս գոյություն ունի եւ եթե այո, ապա ինչու։ Հանձնաժողովը դեռևս գոյություն ունի, իրականում այդ բարեկամական խմբերը, միջխորհրդարանական հանձնաժողովները եւ դրանց պատվիրակությունները հիմնականում հաստատվում են գումարումների սկզբում, այսինքն այդ ցանկը 2021 թվականի գումարման ազգային ժողովի խորհրդի առաջին նիստում, առաջի կամ երկրորդ նիստում է հաստատվել։ Հիմա, երբ որ 2026 թվականի ընտրություններ տեղի ունենան եւ 9-րդ գումարման ազգային ժողովը գումարվի, եւ եթե ես լինեմ падգամավոր եւ կրկին որոշակի ներգրավվածություն ունենամ միջխորհրդարանական կապի խորհրդարանական դիվանագիտության հարցերում, ես արդեն ավելի ինստիտուցիոնալ մակարդակում այդ հարցը կբարձրացնեմ։ Հա հիմա զրոյական են Հայաստանի եւ Բելարուսի միջև միջխորհրդարանական շփումները եւ այդ հանձնաժողովը չի գործում։ Շնորհակալություն։ Եթե հարցեր չկան, ամփոփենք հանդիպումը արդեն։ Շատ լավ, պարոն Խանդանյան, կարող եք եզրափակիչ ելույթով հանդես գալ։ Չէ, եզրափակիչ ելույթ որպես այդպեսին չունեմ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի համար, միշտ բաց եմ ակումբի համար, եթե կլինեն հարցեր, կարող ենք ունենալ բաց եւ փակ ֆորմատով քննարկումներ։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ Հայաստանը կարծում եմ իր անկախության պատմության ընթացքում արտաքին քաղաքականության տեսանկյունից այս պահին բավականին լավ օրեր է ապրում, որովհետև մենք մեր դերը եւ դերակատարումը միջազգային հարաբերություններում ավելի ամրապնդվում է եւ մենք նաեւ խաղաղության հաստատման հնարավորություն ենք ունենում միջազգային տարբեր ժամանակ եւ ռեսուրս եւ տարածություն ենք ունենում այլ թեմաներով եւ դրական օրակարգերով հարցերին մեր մասնակցությունը ունենալ ու դրա արտահայտումն են գլոբալ միջոցառումները հատկապես որոնք տեղի ունենալու մյուս տարի Հայաստանում խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն եւ կենսաբազմազանության հարցերով կողմերի համաժողովը COP17-ը
Եվ այս ուղղությամբ ես միշտ հորդորում եմ նաև մեր կառավարությանը, որպեսզի պրոակտիվ լինենք եւ հնարավորինս շատ ներգրավենք նման հարցերով, կլիմայական փոփոխություններ, այլ էկոլոգիական հարցեր, միջազգային խաղաղությանը վերաբերող հարցեր եւ այլն, ու կարծում եմ, որ սրանք են գործոնները, որոնք դրական լույսի ներքո են ներկայացնում երկիրը, պետությունը եւ մեր քաղաքացիներին։ Կրկին շնորհակալ եմ ձեզ, ես կարծում եմ հետաքրքիր քննարկում էր։ Շատ շնորհակալ։ Ես ներողություն եմ խնդրում, մենք ավանդական հարց ունենք, որ բոլոր բանախոսներին հողենք։ Ուղղակի այնքան հետաքրքիր բաներից խոսեցինք, այս հարցին տեղ չհասավ։ 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար, ըստ ձեզ։ Համոզմունք, այսինքն իմանա թե ինչի համար է քաղաքականությամբ զբաղվում, որովհետև հիմա օրինակ այս հայտարարություններ ենք տեսնում, այսինչանը մտել է քաղաքականություն, այսինչանը դուրս է եկել քաղաքականությունից, ես կարծում եմ այդպես չի լինում, եթե դու համոզմունք ունես քաղաքականությամբ զբաղվում ես, ապա միշտ դրա մեջ ես։ Գիտելիք, բնականաբար, որովհետև կարևոր է քաղաքականությամբ զբաղվել գիտելիքներով, հակառակի օրինակները ցավոք շատ են, եւ մի քիչ խիզախություն ասեմ, ինքնավստահություն ասեմ, որովհետև դա մի ոլորտ է, որը շատ հրապարակային է եւ որտեղ հարվածները շատ են եւ պետք է ունենալ կարողություն, որպեսզի վերցնես քո վրա այդ հարվածները։ Եվ շատ արագ կարող է հարցը շուտ տայեք, ավելի լավ բաներ ասեի, բայց հիմա ես կարողացա ասել։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ հետաքրքիր բանախոսության համար, հուսանք համագործակցության առիթներ կստեղծվեն ապագայում։